Իտալիայում կանանց դեմ բռնության հետևանքով զոհվածների թիվը միայն 2025 թվականին հասել է 72-ի, ինչը ընդգծում է երկրում բռնությունների մտահոգիչ մակարդակը, թեև նախորդ տարիների համեմատ դեպքերը փոքր-ինչ նվազել են։ Վերլուծաբանները այս խնդիրը կապում են երկրի առաջին կին վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Չնայած Մելոնիի ջանքերին, շատերը կարծում են, որ բռնության կանխարգելման հարցում քիչ բան է արվել։ Մասնավորապես Մելոնիի կառավարությունը պահպանել է հանրային դպրոցներում սեռական դաստիարակության դասավանդման արգելքը, որը փորձագետները համարում են որպես ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր միջոց։ Իտալիան Եվրոպայի այն քիչ երկրներից է, որտեղ պարտադիր սեռական դաստիարակությունը չկա։ Մինչդեռ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2025 թվականի զեկույցում Իտալիան գենդերային բացի հարցերով զբաղեցնում է 148 երկրներից 85-րդ տեղը։ Բացի անվտանգային հարցերից կանայք բախվում են տնտեսական մարտահրավերների, այդ թվում ցածր աշխատավարձերի եւ անկայուն աշխատանքի, ինչը նաեւ նպաստում է ծնելիության մակարդակի շարունակական անկմանը։ Չնայած Մելոնիի ավանդական ընտանիքին աջակցելու եւ ծնողական իրավունքներն ընդլայնելու խոստումներին, քննադատներն ընդգծում են մանկական խնամքի հասանելի տարբերակների բացակայությունը։